Ռոռոկման նոր համակարգ Շինուհայրում։ Կապանում տպագրատուն, որտեղ կաշխատեն նախկին դատապարտյալները եւ պրոբացիայի ծառայությունում հաշվառված անձինք, սոցիալական տաքսի ծառայություն Գորիսում հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Սյունիքի մարզում այս եւ մի շարք այլ նախագծեր կյանքի են կոչվել Եվրոպական միության աջակցությամբ, կարևորելով Հայաստանի հարավային դարպասի ամրությունը, ԵՄ անդամ երկրներից 11-ի, Եվրոպական ներդրումային բանկի, վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկի ու Շվեյցարիայի հետ իրականացնում է դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնությունը։ Բյուջեն 200 միլիոն եվրո է։ Թվերից այս կողմ մարդիկ են, որոնց կյանքի որակն այս ծրագրերի շնորհիվ էականորեն բարելավել եւ բարելավում է։ Սկզբում իմ համար շատ դժվար էր անցնել այս ճանապարհի միջով, բայց թե Նարեկը, թե կենտրոնի մնացած մասնագետները ինձ ոգևորեցին անցնել այս ճանապարհը։ 23-ամյա Գեորգի Սալբունցը Գորիսի հայ-ֆրանսիական ցելեկային վերականգնողական կենտրոնի առաջին շահառուներից է։ Նա Սյունիքի Ակներ գյուղից է։ Ասում է, նախկինում իր տնից բուժհաստատություն հասնելու համար լուրջ մարտահրավերներ էր հաղթահարում։ Տաքսիների զբաղվածության պատճառով չէի կարողանում հաճախել վերականգնողական կենտրոն, պարապմունքներից բաց էի թողում։ Իսկ հիմա մասշտաբից հաճախում եմ վերականգնողական կենտրոն առանց պարապմունքներից բաց թողնել։ Տղայի համար տեղափոխման խնդիրը լուծվել է Եվրոպական միության ֆինանսավորմամբ մարզում ներդրված սոցիալական տաքսի ծառայության շնորհիվ։ Գորիս, Տեղ եւ Տաթև համայնքների հաշմանդամություն ունեցող բնակիչները սոցիալական տաքսիի միջոցով այցելում են բուժհաստատություն, ստանում անհրաժեշտ բժշկական խորհրդատվություններ եւ վերականգնողական միջամտություններ ամբողջությամբ անվճար։ Ֆինանսավորման չափը ավելի քան 12 միլիոն դրամ է։ Բուժառուները տարբեր տեղից են գալիս, ոչ միայն Գորիսից, գալիս են նաեւ Գորիսի կողքի գյուղերից։ Ինչ վերաբերվում է տեղափոխմանը, այո, դա խնդրահարույց է, որովհետև հաշմանդամություն ունեցող մարդը կամ սալակի վրա նստած մարդը միշտ չի, որ կարողանում է, եթե չունի սեփական մեքենա եւ տեղափոխող, միշտ չի, որ կարող է տեղափոխվել եւ գալ կենտրոն։ Բուժումը անվճար է, բայց պետք է հասնել այս բուժմանը։ Դրա համար այս հարցը բարձրացավ եւ շատ ուրախությամբ պիտի ասեմ, որ այս խնդիրը լուծվեց։ Սանտե Արմենին, որը դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնության շրջանակում աջակցություն է ստանում Ֆրանսիայի զարգացման գործակալությունից եւ Auvergne Rhône-Alpes շրջանից, Հայաստանի հարավում մեծահասակների համար նախատեսված առաջին վերականգնողական կենտրոնը բացել է 2021-ի նոյեմբերին։ Բացումից ի վեր կենտրոնում ավելի քան 460 բուժառու անվճար բուժում է ստացել, ստիպված չլինելով մասնագիտացված խնամք ստանալու համար դեպի Երևան երկար ճանապարհ անցնել։ Նրանց կյանքի որակը փորձում ենք բարելավել ու նրանց ամեն ժպիտը եւ ցավի նվազումը մեզ համար շատ կարեւոր է եւ մեր համար շատ մեծ ձեռքբերում է այդ ամեն ինչը, որտեղ մենք էլ ենք ուրախանում նրանցով, որ նրանց ժպիտ են կարողանում պարգևել։ Շինուհայրում նոր ռոռոկման համակարգի բացումն այսպես ազդարարվեց։ Ռոռոկման ցանցի շնորհիվ այժմ ջուր կմատակարարվի ավելի քան 3000 բնակչի եւ 50 հեկտար գյուղատնտեսական հողատարածքի։ Այս շինարարությունը օգուտ կտա ժողովրդին, որպեսզի ավելի մեծացնեն գյուղատնտեսությունը եւ այգեգործությունը։ Իսկ ստեղ մեր տարածքում կարելի ասել բոլոր տեսակի բույսերը եւ հատապտուղները աճում են։ Ռոռոկման խնդիրը ստեղ կարելի ասել լուծվում է։ Հալիձոր գյուղը ամբողջությամբ, որ իրանք զբաղվում են եւ գյուղատնտեսությամբ եւ այգեգործությամբ, համոզված եղեք, որ նեղ լրիվը զբաղվել են արդեն այդ գործերով։ Եվ մենք ունենալու ենք էկոլոգիապես մաքուր սնունդ։ Ռոռոկման համակարգը կառուցվել է դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնության կայուն եւ կանաչ հանրային ենթակառուցվածքների բաղադրիչով, ԵՄ-ի եւ Ավստրիայի ֆինանսավորմամբ իրականացվող Սյունիքի վերականգնման դիմակայունության եւ զարգացման ծրագրով։ Ծրագիրը ունի երկու հիմնական բաղադրիչ։ Առաջինը վերաբերում է Սյունիքի մարզում մասնավոր հատվածի աջակցությանը, երկրորդը համայնքային կառույցներին, նոր ենթակառուցվածքների կառուցման կամ արդեն գոյություն ունեցողների վերակառուցման համար։ Այս բաղադրիչի շրջանակում նախատեսում ենք ներդրումներ իրականացնել ավելի քան 20 նման նախաձեռնություններում, որոնցից մեկը հենց սա է։ Տաթև համայնքի Շինուհայր եւ Հալիձոր բնակավայրերը սպասարկող նոր ռոռոկման ցանցի կառուցման համար տրամադրվել է շուրջ 98,000 եվրո։ Եվրոպական միության ուշադրության ներքո է նաև մարզի նախկին դատապարտյալների եւ պրոբացիայի ծառայությունում հաշվառված անձանց վերաինտեգրման հարցը։ Այս նպատակով Կապանում բացվել է տպագրատուն, որտեղ աշխատելու հնարավորություն ունեն հենց այս անձինք։ Մեր նպատակն է այս մարդկանց վերասոցիալականացնել եւ ոչ միայն վերասոցիալականացնել, վերասոցիալականացման ծրագրեր շատ են տեղի ունենում։ Մենք նաև հենց ապահովում ենք կոնկրետ աշխատանքով եւ մասնակիտացնում ենք իրենց ու ապահովում ենք աշխատանքով։
Տպագրատանն այժմ աշխատում են Սյունիքի մարզի պրոբացիայի ծառայությունում հաշվառված 3 անձ։ Տղաները թեև չցանկացան նկարահանվել, բայց ասացին, աշխատանքը օգնում է կտրվել առօրյա հոգսերից, սովորել նորն ու դառնալ էլ ավելի լավը։ Իրենք եւս ունեն հնարավորություն ցույց տալու, որ իրենք կարող են փոխվել եւ կարող են հասարակության լիիրավ անդամ դառնալ, եւ սա հենց այդ ամեն ինչի վառապացույցն է, որ տղաները այո, կարող են վերասոցիալականացվել, կարող են ամբողջությամբ մտնել առօրյա կյանք եւ չունենալ որևէ խնդիրներ, դժվարություններ եւ այլն։ Ծրագիրն իրականացնում է Հանուն Ազատության իրավական հասարակական կազմակերպությունը, ԵՄ-ից ստացած ֆինանսավորման չափը ավելի քան 12 միլիոն դրամ է։ Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնության մի շարք ներկայացուցիչների հետ ծանոթացավ նաև մարզում իրականացված այլ ծրագրերի։ Հայաստանում Եվրամիության ներդրումները, որոնք արդեն իսկ տարբեր ծրագրերով ընթացքի մեջ են, վերջնարդյունքում հասնելու են 2.5 միլիարդ եվրոյի, նշեց Հայաստանում Եվրամիության դեսպանը, շեշտելով, որ դա շատ կարևոր հանձնառություն է, որ Եվրամիությունը ստանձնել է 2021 թվականից։ These are projects which are either Դրանք ծրագրեր են, որոնք արդեն իսկ իրագործվում են կամ նախապատրաստման փուլում են, օրինակ Սիսյանից Քաջարան Մայրուղին թունելի հետ միասին այս նախաձեռնությունների մաս է։ Դրանք ներդրումներ են, որոնք մենք կատարում ենք Եվրամիության բյուջեից, վարկերի տեսքով, որոնք Հայաստանի կառավարությունն է վերցնում, ինչպես նաև այլ գործընկերների ներդրումները դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնության շրջանակներում։ Մարագոսի խոսքով Եվրամիությունը աջակցում է Հայաստանին դառնալ ավելի ինքնիշխան։ Աջակցության այս ծրագրերի կարևորությունն ընդգծում է նաև Սյունիքի մարզպետը, նշում դրանք նպաստում են մարզի դիմակայունության բարձրացմանը։ Ծրագրերի շուրջ մենք երկարատև քննարկումներ ենք ունեցել առաջնահերթությունների բացահայտման ուղղված եւ երկրորդը իրենք ֆինանսապես շատ մեծ խոշոր ծրագրեր են, եթե չեմ սխալվում, արդեն շուրջ 200 միլիոն եվրոյի է հասնում 5 տարվա ծրագրերը Սյունիքի մարզում։ Գնահատում եմ շատ բարձր, պետք է աշխատենք, պահենք այս ծրագրերի այս որակը եւ կարծում եմ, որ շատ մոտ ապագայում մենք կունենանք շատ բարձր եւ լավ սանդղակ ու արդյունքներ։ Կրթություն, սոցիալ առողջապահություն, նոր ենթակառուցվածքներ, գյուղատնտեսություն եւ ոչ միայն։ Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնության շրջանակներում Սյունիքի մարզում արդեն իրականացվել է 28 ծրագիր, եւս 40-ն ընթացքի մեջ է։ Նախաձեռնության անդամ երկրների ներկայացուցիչները վստահ են, իրականացվող ծրագրերը նպաստելու են Հայաստանի հարավային դարպասի սոցիալ-տնտեսական եւ ինստիտուցիոնալ զարգացմանը։ Քրիստինե Թորոսյան, Ռաֆիկ Սողոմոնյան, Արմեն Գրիգորյան, Կիրակնորյալ լուրեր։